ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին, ամերիկյան կողմը հայտարարում է, որ դրանք պատասխանն էին Իրանի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ գործողություններին։ Բացի այդ, ըստ որոշ վերլուծաբանների, այնպես չէ, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը ամբողջական համաձայնության են եկել միջուկային զենքի, հեռահար հրթիռների արտադրության եւ դրանց կիրառման արգելքի շուրջ։ Իրանի պատասխանը չի ուշանում, հարվածում է հարևան երկրներում տեղակայված ամերիկյան բազաներին, Հորմուզի նեղուցով անցնում է աշխարհի նավթի զգալի մասը, ուստի ցանկացած լարվածություն արագ ազդում է միջազգային գների վրա։ Միջազգային շուկաներում արդեն նկատվել է նավթի գների կտրուկ տատանում։ Իրանի անմիջական հարևանությամբ Հայաստանն է։ Ըստ վերլուծաբանների, ցանկացած երկարատև պատերազմ բարձրացնում է անվտանգության ռիսկերը տարածաշրջանում։ Հիմա process-ները գնում են դեպի ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ ստեղծելու եւ պահպանելու նախկինում հաստատված ստատուս քվոն։ Այդ ստատուս քվոն տարածաշրջանում հատկապես ձեռնտու է Թուրքիային արդեն, հաշվի առնելով թուրք-իսրայելական հարաբերությունների ներկա փուլը եւ հաշվի առնելով, որ Թուրքիայի համար ավելի շահավետ է, որպեսզի թե Միացյալ Նահանգները եւ թե Իսրայելը Թուրքիային դիտարկեն որպես հենակետ եւ հակաիրանական պլազդար։ New York Post-ը հողում անելով իսրայելական աղբյուրներին գրում է, որ Իսրայելը պատրաստ է միանալ Միացյալ Նահանգներին Իրանին նոր հարվածներ հասցնելու գործում, եթե Վաշինգտոնը դիմի նրա օգնությանը։ Իրանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է, Ամերիկա-Իրանյան հակամարտության սրացման ֆոնին կարող է դժվարանալ Հայաստան-Իրան առևտուրը, կլինեն բեռնափոխադրումների ուշացումներ, սահմանային առևտուրը կկրճատվի, համատեղ էներգետիկ նախագծերի դանդաղում ևս կլինի։ Եթե պահպանվում է Իրանում ստատուս քվոն, որը գոյություն ուներ մինչև ռազմական գործողությունները, այդ պարագայում Հայաստանի վրա ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների կունենան կարծում եմ մինիմալ ազդեցություն։ Եթե ձևավորվում է նոր ստատուս քվո Իսրայելի կամ Միացյալ Նահանգների պատկերացումներով, ապա տեղի ունենալու ամբողջ լոգիստիկ շղթայի վերափոխում։ Ըստ վերլուծաբանների, եթե հակամարտությունը սահմանափակվի մի քանի օրվա կամ շաբաթվա ռազմական գործողություններով եւ չվերածվի լայնածավալ պատերազմի, ազդեցությունը հավանաբար հիմնականում կսահմանափակվի էներգակիրների եւ ֆինանսական շուկաների կարճաժամկետ տատանումներով։ Չափազանց մեծ ազդեցություն կարող ունենալ տնտեսության վրա։ Հաշվի առնենք, որ թե հայկական հարավային լոգիստիկ ամբողջ շնչուղին անցնում է Իրանով, եւ թե էներգետիկ երկրորդ շնչուղին է կարելի ասել Իրանը հանդիսանում, եւ սրան եթե գումարենք նաեւ այն ապրանքատեսակները, որոնք տևական ժամանակ հայկական շուկա մտնում են գլխավորապես որպես իրանական ապրանքներ, սրանք հայկական տնտեսության համար ֆունդամենտալ նշանակություն ունեցող այսպես շղթաների մաս էին եւ բնականաբար ցանկացած զարգացում անմիջապես պրոյեկտվելու է նաեւ հայկական տնտեսության վրա։ Հայաստանը հարաբերություններ ունի Իրանի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի հետ։ Լարվածության խորացման դեպքում Երևանը ստիպված կլինի ավելի զգուշորեն հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, որպեսզի չվնասի որևէ ուղղության հետ հարաբերությունները։ Միացյալ Նահանգների ճարտարագիտախորհրդատվական ընկերության ներկայացուցիչները Թրիփի նախագծի տեղանքի ճշգրտման, երկաթգծի եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով անցած շաբաթ այցելել են Հայաստան եւ Թրիփի տարածքն ուսումնասիրել Հայաստանի կառավարության գործընկերների հետ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից հայտնել են, որ թիմն աջակցելու է Հայաստանի տնտեսական աճին, փոխկապակցվածությանն ու տարածաշրջանային ինտեգրմանը։ Իրանը դեմ է, որպեսի միջանցքի սկզբունք լինի, որպեսի մաքսավորները այնտեղ չլինեն։ Իսկ նշանակում է, որ նա կարող է քայլերի ձեռնարկել։ Ինչ քայլեր կլինի, դժվար է ասել։ Նա կարող է հենց իր մաքսավորներին դնել, նա կարող է ինչ-որ անորոշական զինվորականների այդտեղ մտնել, որովհետև դա իր համար խնդիր է, որովհետև ինքը ստացվում է, որ պետք է թույլտվություն վերցնի, որպեսզի այդ տարածքով ինքը անցնի, որովհետև պատկերացրեք խաշմերուկ է ստացվում, երբ որ թուրքական հերրախոսադրությունները կամ ինչ-որ թուրքական ծառայությունները այդտեղ կանգնելու են, իսկ հետո որոշեն թույլ տալ Իրանի բեռնատարներին մտել Հայաստան, Հայաստանով Վրաստան, Ռուսաստան, թե չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հրապարակել է 2026 թվականին Մայամիում անցկացվելիք G20 գագաթնաժողովին հրավիրված ոչ անդամ երկրների ցանկը։ Հրավիրյալների թվում են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, մինչդեռ Հայաստանը այս ցանկում չկա։ Փորձագետները սա դիտարկում են ոչ միայն որպես դիվանագիտական որոշում, այլև աշխարհաքաղաքական ազդակ։ Նրանց գնահատմամբ Միացյալ Նահանգները այս քայլով ցույց է տալիս, թե տարածաշրջանում այսօր որ երկրների հետ են նախընտրում խորացնել համագործակցությունը։
Դա միանշանակ վկայում է պաշտոնական Վաշինգտոնի աշխարհանկալումների մասին։ Վերջին շրջանում շատ ավելի բացահայտ ներկայացնում են դիրքորոշում, ըստ որի Թուրքիան իրենց թիվ 1 գործընկերն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլև փաստացիորեն փորձում են նաև դարձնել Մերձավոր Արևելքում թիվ 1 գործընկերը, ինչին դեմ է Իսրայելը։ Սա հենց քաղաքական ու աշխարհաքաղաքական բնույթի ուղերձ է, որը հստակ ցույց է տալիս, թե պաշտոնական Վաշինգտոնը ներկայիս վարչակարգը Ամերիկայի Միացյալ Նահանգների ում է տարածաշրջանում դիտարկում գործընկեր։ Արցախի նախկին պետնախարար բարերար Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Գործը այս պահին նախապատրաստական փուլում է եւ շաբաթներ անց մուտք կարվի մի հետ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է իրավապաշտպանը։ Սահակյանի ձևակերպմամբ Վարդանյանի մեղադրանքը քաղաքական է եւ որևէ անհատական հանցավոր արարք երբևէ Վարդանյանը չի իրականացրել, իսկ քաղաքական ինքնորոշման իրավունքը ապօրինաբար որակավորվել է որպես ահաբեկչություն, մինչդեռ չի կարող լինել պատիժ առանց օրենքով նախատեսված արարքի, ընդգծել է իրավապաշտպանը։ Ռուսաստանի Պետդուման ներգաղթյալների կեցության նոր պայմաններ սահմանող օրենք է ընդունել։ Ըստ այդմ զգալիորեն ավելացվել են հարկային տուրքերը։ Օրինակ, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար նախկինում սահմանված 4200 ռուբլու փոխարեն միգրանտները նոր փոփոխությամբ պարտավոր են վճարել 50,000 ռուբլի։ Այլ կերպ Ռուսաստանի քաղաքացիության վճարի չափը բարձրացվում է 12 անգամ, 8 անգամ էլ բարձրացվել է ժամանակավոր բնակության իրավունք ստանալու արժեքը 1920-ից հասնելով 15,000 ռուբլու։ Մշտական բնակության տուրքը նույնպես բարձրանում է 5 անգամ 6,000-ից հասնելով 30,000-ի։ Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել, պարզվել է, որ Եղնիկի Սար կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր առանց լիցենզիայի եւ թույլտվության արդյունահանում է բազալտի հանքաքար եւ այն տեղափոխում է վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։ Տվյալ հանդամասում ձերբակալվել եւ ջերմուկի բաժին է տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու բեռնատարի վարորդը։ Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքները պարզվում են։ Հուլիսի 10-ից ուժի մեջ է մտնում ծնողական ժամ կարգավորումը։ Աշխատող ծնողները կարող են աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավորապես բացակայել երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցելու կամ երեխայի շահերից բխող այլ կարևոր հարցերով զբաղվելու համար։ Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ ծավալով. մինչև 12 տարեկան 1 կամ 2 երեխա ունեցող ծնողին օրական մինչև 30 րոպե, մինչև 12 տարեկան 3 եւ ավելի երեխա ունեցող ծնող օրական մինչև 1 ժամ, մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին օրական մինչև 1 ժամ, անկախ երեխաների թվից։ Ինչ վերաբերում է գործատուների կողմից հրաշահելուն եւ այդ իրավունքից մարդկանց զրկելուն, իրականում իրավունքի խախտումներ միշտ էլ լինում են, այլ կլինի եւս մի խախտում, որին բնականաբար պետք է մշտապես արձագանքել, ռիսկեր միշտ կան։ Եթե նայենք ինքը կբավարարի թե ոչ, մինչև այդ էլ չունենք։ Մինչև օրենքը կիրառության մեջ չտեսնենք ինչ է լինում, չենք կարողանա գնահատել։ Բժիշկները ահազանգում են հակաբիոտիկների հետ հակասնկային դեղերի նշանակումը միշտ չէ, որ անհրաժեշտ է։ Հերացի կենտրոնի մասնագետները նկատում են տարածված, բայց թյուր կարծիք կա, թե հակաբիոտիկ ընդունելիս պարտադիր պետք է նաև ուղեկցող հակասնկային դեղեր գործածել։ Մինչդեռ միջազգային ուսումնասիրությունները վկայում են, որ հակասնկային դեղերի կեսից ավելին նշանակում են անհիմն։ Դա կարող է նպաստել դեղակայուն սնկերի առաջացմանը, մեծացնել կողմնակի ազդեցությունների եւ լրացուցիչ ծախսերի ռիսկը։ Հակասնկային բուժումը ցուցված է միայն բարձր ռիսկային պացիենտներին բժշկի հստակ նշանակումով։ Մասնագետները կոչ են անում չզբաղվել ինքնաբուժմամբ եւ հակասնկային դեղեր չընդունել առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ թե բնակչության, թե դեղատան աշխատակիցների շրջանում առկա են գիտելիքային բացեր հակաբիոտիկների ազդեցությամբ սնկային վարակների զարգացման իրական մեխանիզմների վերաբերյալ։ Այս թերի պատկերացումները նպաստում են ոչ ռացիոնալ դեղային վարքագծի ձևավորմանը, ինչպես դեղատնային խորհրդատվության ընթացքում, այնպես էլ ինքնաբուժման մակարդակում։ Բնակչության շրջանում հակասնկային դեղերը հաճախ ընկալվում են որպես հակաբիոտիկների պարտադիր ուղեկից, ինչը չի համապատասխանում ժամանակակից կլինիկական ուղեցույցներին։
Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք Վարդավառ 2026 տոնակատարության առիթով ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հանրապետության հրապարակում եւ հարակից փողոցներում։ Մասնավորապես հուլիսի 12-ին ժամը 7-ից մինչև 24-ը ներառյալ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ եւ հարակից փողոցներ։ Բացի այդ, Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը երթևեկության համար կփակվի ավելի վաղ հուլիսի 11-ին ժամը 18-ից եւ կբացվի հուլիսի 12-ին 0 ժամից հետո։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային հաջորդ տարի 70 միլիարդ եվրոյի ռազմատեխնիկա մատակարարելու եւ վարժանքների հարցում աջակցելու պարտավորություն են ստանձնել։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ռյուտեն հայտարարել է այս մասին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի փակման արարողության ժամանակ։ Իդեպ Միացյալ Նահանգներն էլ խոստացել է Ուկրաինային Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա տրամադրել։ Ուկրաինան մոտ ժամանակներս Միացյալ Նահանգներից կստանա կալանիչ հրթիռների խմբականակ Patriot համակարգերի համար։ Մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողներից մեկի Ուկրաինային հրթիռների մատակարարումը վերաբերող հարցին հայտարարել է Զելենսկին։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնը Կիևին կփոխանցի Patriot զենիթահրթիռային համալիրների արտադրության լիցենզիա։ Իդեպ Ուկրաինայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար կալանիչ հրթիռների հնարավոր արտադրության գործարկումը երկար ժամանակ կպահանջի եւ թույլ չի տա Կիևին արագորեն համալրել զինանոցը։ Կիևի եւ Վաշինգտոնի միջև պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի տարածքում Patriot հրթիռների արտադրության շուրջ։ Առաջիկա օրերին մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից փաթեթ կստանանք։ Մենք առանձին պայմանավորվածություններ ունենք նաեւ եվրոպացիների հետ։ Թեև կոնկրետ ժամկետներ չկան, բայց կլինեն լրացուցիչ պակ 3 հրթիռներ։ Թուրքական Hürriyet թերթի տեղեկացմամբ Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիան վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին։ Լրատվամիջոցի տեղեկացմամբ գործարքի մասին հայտարարվելու է տեղեկության իսկությունը Թուրքիայի իշխանությունների կողմից պաշտոնապես դեռևս չի հաստատվել։ Հիշեցնենք, ռուսական S-400 համակարգերի վաճառքը երրորդ երկրի Միացյալ Նահանգներից F-35 կործանիչներ ձեռք բերելու նախապայմաններ։ Ֆրանսիայի ամենաերկար գետը Լուարը անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով զգալիորեն ցամաքել է։ Գետի հունը վերածվել է ավազոտ ծանծաղուտի, որտեղ միայն առանձին հատվածներում են պահպանվել կանգնած ջրափոսեր։ Իսպանիայի հարավում գտնվող անտառային հրդեհը 12 մարդ է խլել, զոհերից մի քանիսին հայտնաբերել են ավտոմեքենաների մեջ։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 9-ի ցերեկը, իշխանությունները տարհանել են 4 շրջանների բնակիչներին, ինչպես նաև Պինար թաղամասի տների բնակիչներին։ Տարհանումը վերաբերել է շուրջ 1000 մարդու։ Հրդեհի գոտու ճանապարհները փակվել են։ Հրդեհի մարման աշխատանքներով ընդհանուր առմամբ ներգրաված է եղել 150 մարդ։ Շենգավիթում Մարկվարտի փողոցի 85 կոտրակ 1 շենքի եւ հարակից սեփական տների բնակիչներն արդեն մի քանի տարի է հակասանիտարական անտանելի պայմաններում են ապրում։ Երկու դիտահոր կա, դրանցից դուրս եկող գոյաջրերը ողողում են ամբողջ փողոցը, լցվում տների բակեր ու նկուղներ։ Լցվում է սա մարդկանց տները, սա ձանթակտոբանը, սա պատվարները, սա գարաժները, սա տները, խոլերի բանդագից ինյանից է լցվում գալիս է ստեսա։ Այս հոսքը արդեն մի շաբաթ է։ Իսկ հաջախագից է լցվում է։ Մինչև ամեն եթե ոչ ամիսը մի անգամ, երբ ամիսը մի անգամ պարզվի ես երևում։ Խնդրի լուծման հիմնական բեռը բնակիչների ուսերին է մնացել, ամեն անգամ սեփական միջոցներով մասնավոր տեխնիկա ու բանվորներ են բերում, բայց այդպես էլ խնդիրը միայն ժամանակավոր է լուծվում։ Ու հետո նորից գարշաուտից պատուհան բացել չեն կարողանում։ Չեք կարող բացակայել, լուսամուտք բացում մոցականոց, խեղտանոց են գարշաուտել են տենում են դասում չկա։ Սա փողոցա սա վերջային սա կարգավորեցա։ Նույնն էլ վերևից է հատվածը լցվում ու դա բակա երեխեքը խաղում են նույն ձևի սաղ է բակ։ Վերևի շենքերից վիսոդուշ է, վիսոդուց հետո էլ այս փուճուր տրբով սաղինը սա զգալի մի գծով այդում է։ Ուրիշ բան ինչ պետք է լինի։ Ոնց կքաշի։ Չի քաշի։ Հա, չի բանանում բավարարում։ Սա պարբերաբար է կրկնվում, քաղաքացիները պատասխանատու կառույցների անտարբերությունից են զայրացած։ Բազմից Սենվեոլիա ջուր դիմել, հիմա արդեն իրենց զանգերին չեն պատասխանում։ Տարիներ ձգվող այս խնդիրը լուծելու համար քաղաքացիներն օպերատիվ քայլեր են ակնկալում նաև քաղաքային իշխանությունից։
Պուլիսինին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում ոսկեպար բնակավայրում 21 տարեկան տղան ընկել է գետը դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության նոյեմբերյանի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հանգստի մեջ գտնվող երկու Հրշեջ փրկարարներ գետից դուրս են բերել մահացածի 21-ամյա Գառնիկի մարմինը նախնական տեղեկություններով տղան լողալու նպատակով ցատկել է գետը եւ գլխով հարվածել քարին Պուլիսի 10-ին Կոմիտասի պողոտա Բաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Volkswagen-ը, Kia Forte-ն, Kia-ն եւ Chevrolet Volt-ը, երկու անչափահաս տեղափոխվել են Wigmore բժշկական կենտրոն։ Kia-ներից մեկը հայտնվել է մայթին, իսկ Chevrolet Volt-ը եւ Kia-ն ճակատային են բախվել։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործեր նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները Մարտակի հրամանատար Գոր Արաքելյանի գլխավորությամբ։ Պուլիսինին Երևան Արմավիր ճանապարհին բախվել են Լադա Պրիորան եւ Կամազ Բեռնատարը երկու հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած Բաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Բաղարշապատ բժշկական կենտրոն։ Բժիշկները տեղում նաեւ օգնություն են ցուցաբերել մեկ քաղաքացու։ Նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Պուլիսինին Երևան Արմավիր ճանապարհին բախվել են 34-ամյա Վրամի Դոջը եւ 30-ամյա Հայկի Մերսեդեսը եւ 39-ամյա Աղասիի Հյունդայի Սոլարիսը։ Մեկ հոգի տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի երկրորդ դասակի պարեկները։